Ասում է ամեն շարժում ունի ուղղություն։ Կյանքը շարժ է։ Եվ այսօր դու քո տնից դուրս ես եկել, շարժվել ես, քո շարժումը ուղղություն ունի, եկել ես Աստծո ներկայության մեջ։ Հույսը դրելով Աստծո վրա, սպասելիքը Աստծուց թող լինի եւ Աստված իր խոսքը միշտ պահում է։ Անկամ գրված է, որ Աստված իր խոսքը իր անունից բարձր դասեց։ Այսօր մարդիկ էլ իրանց անվան համար, խոսքի զորության համար ամեն ինչ կանեն։ Աստված առավել եւս, որ մեր թիկունքում կանգնած է, միշտ մեզ հետ է ըստ իր խոստումի։ Եթե անգամ մենք չենք տեսնում, չենք զգում, բայց հավատում ենք, որ Աստծո ներկայությունը իր տան մեջ է։ Ամեն։ Եսայիա մարգարեության 17-ի 7, եթե չեմ սխալվում։ Այո, 17-ի 7-ը, ասում է օրհնյալ է այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, և Տերն է նրա հույսը, կողքինիդ նայ ասա օրհնյալ ես դու, եթե Տիրոջն ես ապավինում, նա նման կլինի մեծ ծառի, որ տնկված է ջրերի մոտ, իր արմատները գձգի գետի մոտ, երբ տոթը հասնի չի նկատի, նրա տերևները կանաչ կլինեն, երաշտարուց չի վախենա ու չի դադարի պտուղ տալուց։ Սաղմոս 52-ի մեջ է, երբ որ Դավիթ թագավորը իրավիճակներից ելնելով այս Սաղմոսը գրել է հետևյալ խոսքերն ասում։ Եկեք կարդանք 52-ի 8-ը։ Սակայն ես Աստծո տան մեջ կանաչ ձիթենու պես եմ, Աստծո ողորմության վրա եմ իմ հույսը հավիտյանս հավիտենից։ Շնորհակալություն Աստծուն, որ Աստված իր տան մեջ մեզ միշտ, ինչպես Դավիթն ասում, կանաչ ձիթենու պես ապահում։ Երբ որ Դավիթը գնում է կանաչ ձիթենի, նկատի ունի ոչ թե մենակ կանաչ գույնը, այլ որ ձիթենին միշտ թարմ է, սնվում է ճիշտ աղբյուրից եւ նրա կանաչ լինելը մենակ արտաքին տեսքը չի, այլ նաեւ նրա էությունն է, նրա բնությունն է, որ կանաչ ձիթենի միշտ պտուղ է տալի։ Տիրոջ տան մեջ դու կանաչ ձիթենի պես ես։ Երանելի այն մարդը, որ հույսը դնում է կենթանի Աստծո վրա, որտեղ նա երբեք հուսախաբ չի լինի։ Ուրեմն այսօր խոսալու ենք մարդու էության մասին։ Մարդու էությունը կախված է այն աղբյուրից, որից նա սնուցում է իր հոգին։ Աստծո խոսքը մեզ գիտենք, որ առաքյալի միջոցով հետևյալն ասում, որ մի սիրեք աշխարհը կամ աշխարհի մեջ եղած որևէ բան։ Եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ։ Այստեղ մեզ ներկայացնում են երկու հակադիր աղբյուրներ՝ Աստծո եւ աշխարհը։ Երկրի վրա ապրող յուրաքանչյուր ոք սնվում է մեկ կամ մյուս աղբյուրից, այդպիսով ինքն իրեն է իրացնում կամ լրացնում։ Գիտենք, որ երկու աղբյուր կա։ Մենք երկնել կա, չէ, երկու ճանապարհ կա կյանքում, ճամփորդորն ես դու ընտրում։ Մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ կա։ Մարդու էությունը կախված է այն աղբյուրից, որից նա սնուցում է իր հոգին։ Իր երկրային կյանքի միջոցով Հիսուսը վկայում էր մեզ եւ ասում. Հիմա քիչ բան ունեմ ձեզ ասելու, որտեվ այս աշխարհի իշխանը գալիս է եւ նա ոչինչ չունի ինձանում։ Դա գրված Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 30 համարի մեջ։ Իր կյանքի վերջում Հիսուսը վկայեց իր մասին հետեւյալ խոսքերով։ Այսինքն իր ողջ կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը ոչինչ չվերցրեց այս անմաքուր աղբյուրից, չնայած Սատանան նրան առաջարկեց ամբողջ աշխարհը։ Խորհուրդ տվեց նրան քարերից հաց պատրաստել կամ իրեն նետել տաճարի տանիքից, ինչպես աղբյուրը, այնպես էլ բովանդակությունը։ Գիտենք, որ Սատանան առաջարկեց Անանիային եւ Սափիրային թաքցնել իրենց վաճառած ունեցվածքի գինը եւ նրանք ընդունեցին այս գաղափարը, որի համար նրանք դատվեցին Աստծո կողմից։ Հակոբոս առաքյալը գրում է, որ կա երկու տեսակի իմաստություն։ Մեկը գալիս է վերևից, Աստծուց, դրա առաջին բնութագիրը մաքրությունն է, դրա բոլոր դրսևորումները բարի են, որոնք տանում են դեպի խաղաղություն եւ կարգուկանոն։ Սաղմոս 2-ն հետեւյալ խոսքերն ասում. Ջներողություն, Առակաց գիրքը 22-ի 29 Սողոմոն թագավորը։ Ասում է իր գործի մեջ հմուտ մարդու տեսել ես,
նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։ Իրապես, իր գործի մեջ հմուտ մարդը ինչ մասնագետ էլ ուզում ալնի, երբ որ իր գործի մեջ հմուտ, ասում է այդ մարդը սովորական մարդկանց առաջ չի կանգնելու, թագավորների առաջ է կանգնելու։ Մենք մեր տարիների ընթացքում միշտ ուզում ենք մի բանի մեջ հմտանանք, առաջանանք, ամբողջ մեր էներգիան դնենք, որպեսզի արդյունքի հասնենք։ Դա ճիշտ բան է։ Բայց 53-րդ Սաղմոսի 2-րդ խոսքում հետևյալ խոսքերն է գրած, Դավթի խոսքերն է. Աստված երկնքից նայեց մարդկանց որդիների վրա, որպեսզի տեսնի, թե կա արդյոք մեկը, որ փնտրում է Աստծուն, որը եւ կոչվում է իմաստուն։ Այսինքն, մեր ծավալած գործունեության մեջ, մեր հմտությունների մեջ ինչ է որ անում ենք, այդ շատ լավ է, մեզ լավ տեղ է տանում։ Բայց եթե դա մեզ Աստծո մոտ չտանի, մենք ուշադրություն պետք է դարձնենք մեր կյանքի, որտեղ գրված է, Աստված փնտրում է մարդկանց մեջ, տեսնի կա մեկը, որ իր երեսն է փնտրում, ու այդ մարդուն կոչվում է իմաստուն։ Դու իմաստուն ես, որ այսօր եկել ես Աստծոտուն Տիրոջ երեսը փնտրելու, եւ քո գործի մեջ համ կհմտանաս, համ էլ Տիրոջը փնտրելու մեջ, որովհետեւ Տիրոջ երեսը փնտրողը միշտ կփայլի, միշտ կպայծառատեսի։ Արդեն ասեցի, որ Հակոբոս առաքյալը գրում է, որ կա երկու տեսակի իմաստություն։ Մեկը գալիս է վերևից Աստծուց, դրա առաջին բնութագիրը մաքրությունն է, դրա բոլոր դրսևորումները բարի են, որոնք տանում են դեպի խաղաղություն եւ կարգուկանոն։ Մյուս իմաստությունը երկրային է, հոգեվոր, դիվային, դրա ոգեղեն, դրսևորումները տանում են դեպի անկարգություն եւ ամեն չարիք։ Այն իմաստությունը, որով մենք լցվում ենք, որոշում է մեր բնույթն ու մեր գործունեությունը։ Առաջի Կորինթացիս 2:12-ում հետևյալ միտքն ասում, որ մենք ոչ թե աշխարհի հոգին ենք ստացել, այլ հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, ինչ Աստված մեզ տվել է։ Տերը հոգ է տարել, որ մենք կարողանանք տարբերել Աստծուց եկողը եւ այս աշխարհից եկող բաները։ Դա մեր հոգեվոր կյանքի ճիշտ դրսևորումն է, որ մենք կարողանանք անալիզ անենք։ Կարևոր է մշտապես զգոն լինել, մերժելով աշխարհիկ բաները, ուրախությամբ ընդունելով Աստծուց եկող բաները։ Այդ դեպքում մեր հասկացողությունը, դրդապատճառները եւ հետաքրքրությունները հաճելի կլինեն Աստծուն։ Ամեն։ Ուրեմն Եսայա մարգարեության 26-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Եսայա 26:3 Կատարյալ խաղաղության մեջ կպահես նրան, ում միտքը քո վրա է մնացել, որտեվ քեզ է հուսացել։ Հավիտյան Տիրոջը հուսացեք, քանի որ Տեր Եհովան դարերի վեմն է։ Մեր առօրյայի մեջ մենք տարբեր բաների ենք առնչվում, բայց այդ ամեն ինչի ժամանակ, թեկուզ մեր գործի հմտության ժամանակ, մեր արարքների, մեր անելիքների մեջ մենք կարանք մեր միտքը Տիրոջ վրա պահենք։ Հռոմեացիների թուղթը մեզ սովորացնում, ասում է՝ մի կերպարավենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք մտքի նորոգությունով։ Այսինքն ապրելով աշխարհի մեջ մենք կարանք մեր միտքը զբաղեցնենք Աստծո խոսքով։ Մարգարեն հետևյալ խոսքերն ասում. կատարյալ խաղաղության մեջ կպահես նրան, ում միտքը քո վրա է։ Այսինքն եթե խաղաղություն ենք ուզում, մեր միտքը այլ բաներով պետք է լցված չլինի։ Ժամանակավոր բաներով, անցողիկ բաներով, եթե մեր միտքը զբաղացնենք, չնորոգվենք մտքի նորոգությունով, այլ ուզենք չուզենք կամած ինստինկտյան նմանվենք աշխարհին, ինչպես որ սատանային հաջողվեց Անանիային ու Սափիրային ասել, որ քիչ գումարով ես վաճառել։ Իրանց կարեն ասեն, որ ծախել ենք այսքան գումարով, այսքան գումարել բերել ենք քեզ, այսքանը պահել ենք մեզ։ Բայց քանի որ նրանք ընդօրինակեցին աշխարհը, փորձեցին ոչ թե խոնալ լինեն, այլ իրանց ցույց տան, տեսակ պատիժին չեղավ, Աստված դատապարտեց։ Բայց եթե ուզում ես լինես կատարյալ խաղաղության մեջ, միտքը Տիրոջ վրա պահի։ Եվ ասում է հավիտյան Տիրոջը հուսացեք, քանի որ Տերը Եհովան դարերի վեմն է։ Այո, տարիները վերածվում են դարերի, դարերի վեմն էլ մեր Հիսուս Քրիստոսն է, որի վրա կառուցված է ամեն ինչ։ Կախված նրանից, թե ինչով ենք լցված, մենք կճառագենք կամ Աստծո գիտության բույրը, կամ ապականության հոտը։ Թղթերում գրված է, որ մենք մեր վրայից բույր է գալ, ինչքան էլ արտաքին օծանելիքներ փչենք, այս այդ բույրի մասին չի։ Մենք կճառանգենք կամ կենթանության բույրը, կամ մահվան բույրը։
քո միտքդ ինչ բաներով է լցված, ում ես ընդօրինակում, քո խաղաղությունը կախված է քո մտազբաղվածությունից, քո հմտություններից, թե Տիրոջ երեսը փնտրելուց։ Ասում է կատարյալ խաղաղության մեջ կպահի Աստված։ Շնորհակալ ենք Աստծոց, որ մեզ ուղղությունը ցույց է տալի։ Ասում է ուզում ես կատարյալ խաղաղություն, քո միտքդ միշտ իմ խոսքի վրա պահի։ Նրանք, ովքեր կարդում են Աստվածաշունչ եւ հոգեվոր կառուցողական գրքեր, աղոթում են, շփվում են Տիրոջ հետ, լսում կառուցողական զրույցներ, հոգեվոր երգեր, լցվում են Աստծո բաներով, Աստծո ճշմարտություններով եւ Սուրբ Հոգով, որը մեզ առաջնորդում է, եւ ինչպես Դավիթ թագավորն էր ասում, ես Տիրոջ տան մեջ կանաչ ձիթենու պես եմ, որը վերջի վերջո այդ կանաչությունը նաեւ պտղաբերության նշան է։ Եվ որ մենք կյանքում մենք կարողանանք պտուղ բերենք եւ վերջում էլ երկնքում մեր բերած պտուղների համար վարձ ստանանք Աստծուց։ Բայց նրանք, ովքեր սնվում են հեռուստացույցով, մի քանի բան եմ գրել, սնունդ են փնտրում անմաքուր ինտերնետային կայքերում կամ կարդում են աշխարհիկ գրականություններ, մի անգամ ասել են, որ աշխարհում ինչքան լիքը գրականություններ կան, բայց բոլորը մեզ իրազեկում են ինչ-որ բանի մասին, բայց ոչ մեկ չի կարա փրկի։ Միայն Աստծո խոսքն է, որ իմ ու քո կյանքը կարող է փոխի։ Գրականությունը, այդ ամեն ինչը, օժանդակ ամեն ինչը մեզ կարա իրազեկի, տեղեկացնի, ինֆորմացիա տա, մենք հմտանանք մեր գործի մեջ, բայց փրկությունը միայն Աստծո խոսքով է։ Մեր կատարյալ ուրախությունն է, որ մենք միտքը ամբողջությամբ դնում ենք Տիրոջ խոսքի վրա, միայն այդ ժամանակ է գալիս։ Եվ վերջում Մատթեոս 13:34-ում, 12:34-ում հետևյալ միտքն է գրած, որ սրտի ավելցուկից է, քանի որ սրտի առատությունը բերան է խոսում, այսինքն ինչից որ մարդու սիրտը լսված է, նրա բերանը դրա մասին է խոսում։ Ինչով լսված է մարդը, դա է, ինչ որ դուրս է գալի նրանից։ Այսօր քո շուրթերից ինչ է դուրս գալի, քո միտքը ինչով է զբաղված, քո էությունը փոխվում է Աստծո հետ հաղորդակցվելուց, թե չէ։ Աստված շատ օրհնի ձեզ։ Խոսքս էս քաններ, եկեք կանգնենք ոտքի։ Շնորհակալ ենք Հայր, քո խոսքի զորության համար, Տեր, որով մեզ պահում ես, որով մեզ անցկացնում ես, որով մեզ բարձրացնում ես, Տեր։ Շնորհակալ եմ, որ օգնում ես մեզ Սուրբ Հոգի ջան, որ մեր միտքը միշտ քո վրա մնա, Տեր։ Եվ հավատում եմ քո խոստմանը, որ կատարյալ խաղաղություն ես խոստանում մեզ, քո խոսքի վրա մեր միտքը դնելուց հետո Սուրբ Հոգի ջան։ Շնորհակալ եմ ամեն մեկի համար, Տեր։ Տուր, որ մեր էությունը փոխվի ամբողջությամբ, Տեր։ Ինչ աղբյուրից ենք մենք սնվում, Սուրբ Հոգի ջան։ Օգնի, որ մեր աղբյուրները միշտ քո վրա լինեն, Տեր։ Այն աղբյուրը, որից սնվում ենք, ճշմարիտ լինի, Տեր։ Լինի քո խոսքը, Տեր, քո հետ հաղորդակցվելը, Տեր։ Ինչպես որ Սամոս 2-ն էլ ասում, Տեր, դու երկնքից նայում ես ու մարդկանց մեջ փնտրում ես մարդ, ով որ քո երեսը կփնտրի, Տեր։ Դուր որ լինենք իմաստուն, Տեր, ամեն բանից առավել քո երեսը փնտրենք, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր, քո խոստումի համար, Տեր, որ մեր հետ է, Տեր, որ մեզ փրկություն ես խոստացել, եւ դու մեր օգնականն ես, Սուրբ Հոգի ջան։ Եղիր մեր հետ, Տեր, որ լինենք խոնար, հեզ ու շնորհք ստանանք Տիրոջից, Տեր։ Շնորհակալ եմ, Հայր, փառավորվիր հետագա ամբողջ ընթացքի մեջ։